հոկտեմբեր 27-ից հետո էր միայն հնարավոր Հայաստանը այդպիսի վասալիտետի կարգավիճակի հասցնել։ Հոկտեմբեր 27-ից հետո էր հնարավոր գույք պարտքի դիմաց գործարք ընդհանրապես պարտադրել։ Մի բան, որ նույնիսկ դրա նախաձեռնությունը Երևանից է եկել, ոչ թե Մոսկվայից։ Այսինքն օրվա իշխանությունները այդ աստիճան վասալներ են եղել, նրանք ճորտեր են եղել, հարճեր են եղել ռուսների։ Եվ դա ցույց է տալիս, թե Ռուսաստանը ինչպես է վերաբերվել Հայաստանին եւ այդ սեփականությունների մեջ, որոնք Հայաստանի համար ռազմավարական ակտիվներ են եղել, մի սենտ չի ներդրել Ռուսաստանը 26 տարվա ընթացքում 2002 թվականից ներողություն գոնե նոյեմբերից, երբ կնքվել է գույք պարտքի դիմաց այդ գործարքը, որպեսզի ապահովվի Ռոբերտ Քոչարյանի 2003 թվականի նախագահական վերընտրությունը։